վերջին օրերին հայ իրականությունը քննարկում էր Ադրբեջան-Իրան պատերազմի հավանականությունը, ավելի ճիշտ քննարկվում էր հեռանկարը, որ Իրանը շատ շուտով հրթիռահար կանի Ադրբեջանի ամբողջ տարածքը, այնպես չէ, որ Իրանի ձեռքը բռնում են, որ Ադրբեջանին չհարվածի, բայց եթե անկեղծ ու լուրջ, ապա վերջին օրերի զարգացումներից այն տպավորությունն էր, որ հակառակը Ադրբեջանն է ցանկանում Իրանի հետ իրավիճակը լարել կամ նրան առնվազն ստիպում են, որ նա նման կեցվածք ընդունի։ Ամեն ինչ սկսվեց մարտի 5-ին Նախճեվանի օդանավակայանի վրա դրոնների հարձակումից։ Բաքվում զարմանալի օպերատիվությամբ որոշեցին, որ դրոններն իրանական են, հարվածողն էլ Իրանն է ու Թեհրանը պետք է պաշտոնական մակարդակով բացատրություններ տա ու ներողություն խնդրի Բաքվից։ Նախիջևանի օդանավակայանը փակվեց, Ադրբեջան-Իրան սահմանային անցակետերը ևս, իսկ հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում Ալիևը այդ գործողությունները քննարկեց և ներկայացրեց որպես ահաբեկչություն Իրանի կողմից։ Անգամ իրանական կողմից միմյանց հաջորդող հերքումները, ժխտումները, թե Իրանը այդ դրոնների հետ ընդհանրապես կապ չունի, Բաքվի հայտարարությունները չմեղմացրեցին։ Դեռ ավելին, Ալիևը հրապարակային ակնարկներ արեց Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների մասին։ Օրեր անց, սակայն, հռետորաբանությունը փոխվեց, իսկ երկուշաբթի մարտի 9-ին վերականգնվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությունը, ընդգծելով, որ վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը։ Գուցե պատահականություն կհամարեք, բայց հենց նույն օրը, գրեթե նույն ժամին, տեղեկություն տարածվեց նաև այն մասին, որ Նախիջևանի օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը սովորական ռեժիմով։ Կարճ ասած, ադրբեջանա-իրանական պատերազմը հետաձգվեց, եթե այն անգամ նախատեսված էր։ Ի դեպ, այս քանի մեջ ամենահետաքրքիրը Նախիջևան հասած դրոնների թեման էր։ Ի վերջո, այդ դրոնները իսկապես եղել են ու ոչ թե պարզապես ընկել են, այլ կոնկրետ կետի հարված են կատարել, բայց դեռ բաց է մնում հարցը, թե դրանք ում են պատկանել։ Իրանը դրանցից հրաժարվում է, այդ դեպքում ումն են դրանք։ Պատմությունն առայժմ այդ մասին լռում է, բայց սոցցանցերի իրանական հատվածում տեսանյութեր են տարածվել հենց ադրբեջանական աղբյուրների տեսանյութերից դրվագներով, որտեղ ցույց են տրվում կործանված դրոնների որոշ դետալներ, դրանց վրա ադրբեջանական գրություններով։ Սա արդեն իսկական դրախտ է ամենատարբեր դավադրությունների, տեսությունների սիրահարների համար։ Եվ որպես այդ հատվածի վերջաբան Իրանի նոր առաջնորդին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահը։ Հետևությունները թողնում եմ ձեզ, մանավանդ, որ հետևությունների տարբերակները այնքան էլ շատ չեն։